Եվ դու միանցնում ես քո հեռախոսի նավիգացիան, դե նախքան ճանապարհ ընկնելը դու ուզում ես հստակ տեսնել վերջնակետը։ Հա, հաստատ, քարտեզը պետք է պարզ լինի։ Ճիշտ է։ Դու ուզում ես իմանալ կիլոմետրերը, հնարավոր խցանումները, այլընտրանքային ճանապարհները, այսինքն մենք բոլորս երաշխիքներ ենք պահանջում։ Մենք չենք սիրում անորոշություն, դա բնական է։ Բայց պատկերացրու, գիտես, որ քո նավիգացիան պարզապես ասում է. «Քայլիր դեպի անապատ, հրաժարվիր քո ամբողջ ունեցվածքից», իսկ ես կասեմ, թե երբ կանգ առնես։ Վաու, դա խելագարություն է հնչում ժամանակակից մարդու համար։ Լրիվ խելագարություն, բայց սա հենց այն իրավիճակն է, որի շուրջ մենք այսօր կառուցելու ենք մեր այս խորը ուսումնասիրությունը։ Մենք սուզվելու ենք մի հնագույն տեքստի մեջ, որը պատմում է հին Մեսոպոտամիայում ապրող սովորական մի մարդու մասին։ Մի մարդ, ով արեց հենց այդ անտրամաբանական քայլը։ Եվ արդյունքում փոխեց աշխարհի պատմությունը։ Հենց այդպես, նա դարձավ աշխարհի 3 խոշորագույն կրոնների հայրը։ Խոսքը Աբրահամի մասին է։ Եվ նպատակն այստեղ, գիտես, ոչ թե պարզապես կրոնական դոգմաներ վերապատմելն է։ Մենք ուզում ենք հասկանալ, թե ինչ է տեղի ունենում մարդկային հոգեբանության հետ, երբ բախվում են վերահսկողության մեր ցանկությունն ու դեպի անհայտություն տանող վստահությունը։ Այստեղ ամենահետաքրքիրն այն է, որ մեր աղբյուրները չեն նկարագրում անթերի հերոսի, դա կասկածներով, վախերով, բայց եւ աներևակայելի հավատքով լի մի մարդկային ճամփորդությունը։ Մարդկային ուղեղը կենսաբանորեն ծրագրավորված է խուսափել անորոշությունից, չէ՞։ Քանի որ հին աշխարհում անորոշությունը հավասարազոր էր մահվան։ Դե եկեք հասկանանք, թե որտեղից է սկսվում այս պատմությունը։ Մենք հին Մեսոպոտամիայում ենք, քաղդեական Ուր քաղաքում։ Շատ զարգացած քաղաք էր այն ժամանակվա համար։ Ճիշտ է, եւ տեքստը մեզ ծանոթացնում է Թարա կամ Ֆարա անունով մի մարդու հետ, ով ունի 3 որդի՝ Աբրամ, Նախոր եւ Արան։ Արանը մահանում է վաղաժամ, թողնելով Լոտ անունով որդուն։ Լոտը դեռ շատ կարևոր դեր է ունենալու մեր քննարկման մեջ։ Հա, հաստատ։ Ուրեմն Աբրամն ամուսնանում է Սարայի հետ, ով զավակ չունի։ Ընտանիքը որոշում է լքել Ուրը եւ կանգ է առնում հյուսիսում Հարան քաղաքում։ Այնտեղ ընտանիքի հայրը Թարան մահանում է 205 տարեկանում։ Եվ հենց այստեղ էլ սկսվում է իսկական փորձությունը։ Հա, որովհետեւ Աստված դիմում է Աբրամին։ Նա արդեն 75 տարեկան է, պատկերացնում ես, Աստված պահանջում է թողնել երկիրը, ազգականներին, հոր տունը եւ գնալ մի վայր, որը նա ցույց կտա։ Փոխարենը հնչում է խոստում, նրանից մեծ ազգ կստեղծվի։ Ու նա պետք է թողներ ամեն ինչ հանուն այդ խոստման։ Բայց արի անկեղծ լինենք։ Եկեք վերլուծենք սա, որովհետև ես փորձում եմ պատկերացնել դա։ Դու 75 տարեկան ես, պատրաստվում ես հանգիստ ծերության, եւ հանկարծ որոշում ես թողնել քո ամբողջ ունեցվածքն ու հարմարավետությունը, գնալով միտեղ, որի հասցեն անգամ չգիտես։ Արդյոք սա խելագարություն չէր ժամանակակիցների աչքում։ Դա ոչ թե պարզապես խելագարություն էր, դա համարժեք էր սոցիալական ինքնասպանության։ Սոցիալական ինքնասպանություն։ Ինչու ես այդպես կարծում։ Դե հին մերձավոր արևելքում մարդը որպես անհատ պարզապես գոյություն չուներ, ինչպես մենք ենք դա անցալում այսօր։ Քո ինքնությունը, քո անվտանգությունը, այսինքն քո ֆիզիկական գոյատևումը 100%-ով կապված էին քո հողի ու արյունակից բարեկամներիդ հետ։ Այսինքն առանց ցեղի դու ոչ մեկ էիր։ Ճիշտ է։ Հրաժարվել քո հորտնից եւ քո ազգականներից նշանակում էր հրաժարվել օրենքի պաշտպանությունից։ Դու դառնում էիր թափառական, որին ցանկացած մեկը կարող էր սպանել կամ վերցնել որպես ստրուկ։ Վաու, այսինքն սա մեծ հավատքի ճանապարհորդություն էր ոչ միայն հոգևոր, այլև ֆիզիկական իմաստով։ Միանգամայն, այն որ տեքստն ասում է, թե Աբրամը հնազանդվեց ու դուրս եկավ իր կնոջ եւ Լոտի հետ, սա բացարձակ հրաժարում էր մարդկային անվտանգության համակարգերից հոգուտ ինչ-որ անտեսանելի խոստման։ Նրանք հավաքում են ունեցվածքը եւ շարժվում։ Եվ նրանք հասնում են Քանան։ Տեքստում նշվում է, որ նրանք անցնում են Սիխեմի ու Բեթելի կողմերով եւ Աբրահամը այնտեղ զոհասեղաններ է կառուցում։ Բայց հենց այստեղ պատմությունը շատ ռեալիստական դաժան շրջադարձ է կատարում։ Հա, ամեն ինչ հարթ չի ընթանում։ Հավատքի այս էպիկական քայլից անմիջապես հետո նրանք բախվում են ոչ թե դրախտային հովիտների, այլ սաստիկ սովի։ Եվ ինչ են անում։ Ստիպված իջնում են Եգիպտոս։ Ճիշտ է։
Նրանք ստիպված իջնում են Եգիպտոս սովը գոյատևելու համար։ Եվ Եգիպտոս մտնելիս Աբրահամը ասում է իր կնոջը Սարային. «Դու գեղեցիկ ես, եգիպտացիները կսպանեն ինձ, որպեսզի քեզ տիրանան։ Ասա, որ իմ քույրն ես, որ ես փրկվեմ»։ Դա բավականին էգոիստական է հնչում Հերոսի կողմից։ Հենց դա եմ ուզում ասել։ Սպասիր, սա այն նույն Աբրամն է, ով տիեզերքի արարչի խոսքով վայրկյաններ առաջ լքեց իր տունը, իսկ հիմա նա վախենում է փարավանից եւ փաստացի վտանգի տակ է դնում իր կնոջը իր կաշին փրկելու համար։ Ինչպես է սա տեղավորվում Հերոսի կերպարի մեջ։ Դե հենց այստեղ է մեր աղբյուրների գեղեցկությունը։ Դրանք ցույց են տալիս մարդկային թուլությունները, առանց դրանք սվաղելու կամ իդեալականացնելու։ Անորոշության եւ վտանգի պահին Աբրամի մոտ ակտիվանում է գոյատևման բազային բնազդը։ Նա վերադառնում է, այսպես ասած, վերահսկողությունը ռեժիմին։ Նա փորձում է մանիպուլյացիա անել իրավիճակը, իր խելքով հարցը լուծել։ Հաստատ։ Եվ ռազմավարությունը ձախողվում է։ Փարավոնը իսկապես վերցնում է գեղեցիկ Սարային եւ հարստացնում Աբրամին անասուններով ու ծառաներով։ Բայց հետո Աստված միջամտում է, չէ՞։ Որովհետև տեքստում գրված է, որ Աստված մեծ հիվանդություններով հարվածում է Փարավոնին։ Այո, եւ Փարավոնը հասկանում է, թե ինչն է պատճառը։ Նա հետ է տալիս Սարային ու վտարում նրանց Եգիպտոսից։ Սա շատ կարևոր դրվագ է, որովհետև ցույց է տալիս, որ փրկությունը գալիս է ոչ թե Աբրամի խելամտությունից, այլ Աստծո պաշտպանությունից։ Մարդը ձախողվում է, բայց խոստումը մնում է անխախտ։ Դա փայլուն ձևակերպում է, ուրեմն նրանք վերադառնում են Եգիպտոսից Քանան, բայց արդեն որպես շատ հարուստ մարդիկ, ունեն անասուններ, արծաթ, ոսկի եւ ինչպես հաճախ լինում է, հարստությունը նոր խնդիրներ է ծնում։ Ռեսուրսների պակաս ենթադրում եմ։ Այո, արոտավայրերի պակաս։ Աբրամի եւ նրա եղբորորդու Լոտի հովիվների միջև վեճեր են սկսվում։ Եվ մինչ մենք կքննարկենք Աբրամի լուծումը, ես ուզում եմ, որ դու մեր ունկնդիրը հիմա մի բան մտածես այս մասին։ Եվ դու վերջին անգամ ռեսուրսների կամ շահերի լուրջ բախում ես ունեցել, ինչպես ես վարվել։ Մենք սովորաբար պայքարում ենք մեր բաժնի համար, չէ՞։ Դե հա, հատկապես եթե մենք ավակն ենք ինչպես Աբրամներ այս դեպքում։ Բայց Աբրամը բոլորովին այլ կերպ է վարվում։ Նա ասում է Լոտին. «Եկեք չվիճենք, որովհետև մենք ազգականներ ենք։ Ամբողջ երկիրը քո առաջ է, ընտրիր առաջինը։ Եթե դու գնաս ձախ, ես կգնամ աջ»։ Եվ սա վստահության մեկ այլ մակարդակ է իրականում։ Աբրամը զիջում է լավագույն հողը վերցնելու իր օրինական իրավունքը, գերադասելով խաղաղությունը։ Իսկ Լոտը ընտրում է այն, ինչ աչքինը լավը երևում։ Նա ընտրում է հարուստ Հորդանանի հովիտը եւ բնակվում է Սոդոմի մոտ։ Իսկ Աբրամը մնում է Քանաանում, Մամրեի կաղնիների մոտ։ Բայց Լոտի ընտրությունը շուտով մեծ աղետ է դառնում։ Հա, Սոդոմը հայտնի էր իր վատ համբավով։ Եվ հետո սկսվում է պատերազմը։ Ճիշտ է։ 4 թագավորներ հարձակվում են 5-ի վրա։ Լոտն ու նրա ողջ ունեցվածքը գերեվարվում են։ Եվ երբ Աբրամն իմանում է դրա մասին, նա խաղաղասեր հովից վերածվում է իսկական ռազմավարի։ Նա հավաքում է իր մարդկանց, չէ՞, 318 ծառաներին։ Այո, 318 վարժեցված ծառաների։ Նա գիշերով հարձակվում է թշնամու վրա, ջախջախում նրանց եւ ազատում Լոդին ու մյուսներին։ Աններևակայելի փորկարարական օպերացիա է, բայց ինձ համար ամենահետաքրքիրը այն է, թե ինչ է տեղի ունենում հաղթանակից հետո։ Վերադարձին նրան դիմավորում է 2 թագավոր։ Մեկը Մելքիսեդեկն էր Սալեմի, այսինքն Երուսաղեմի թագավորը, իսկ մյուսը Սոդոմի թագավորը։ Ճիշտ է։ Ուրեմն Մելքիսեդեկը, որը նաև քահանա էր, հաց ու գինի է հյուրասիրում Աբրամի եւ օրհնում նրան։ Իսկ Աբրամը նրան տալիս է ողջ ավարի 10-որդը։ Բայց երբ Սոդոմի թագավորն ասում է «Մարդկանց տուր ինձ, իսկ հարստությունը պահիր քեզ», Աբրամը կտրականապես մերժում է։ Նա ասում է «Չեմ վերցնի անգամ մի թել»։ Սա շատ ուժեղ կոնտրաստ է։ Ինչու մեկին տալիս է, իսկ մյուսից հրաժարվում վերցնել։ Դե պատկերացրի դա նման է նրան, որ այսօր մի միլիարդատեր հրաժարվի իսկայական ֆինանսական ներդրումից, որովհետև չի ուզում կապված լինել սկզբունքներին դեմ գնացող մարդու հետ։ Աբրամը չի ուզում, որ Սոդոմի թագավորը վաղը կանգնի ու ասի «Ես եմ քեզ հարստացրել»։ Նա ուզում է, որ իր հաջողությունը կապվի բացառապես Աստծո հետ։ Շատ իմաստուն որոշում էր, հատկապես հին աշխարհի քաղաքական կոնտեքստում, որտեղ նվեր ընդունելը նշանակում էր կախվածություն։
Այսինքն Աբրամն ունի հարստություն, ունի ռազմական հաղթանակ, բայց նա դեռ չունի գլխավորը, նա չունի ժառանգ։ Եվ դա ամենացավոտ կետն էր նրա համար։ Հենց այդ պահին Աստված գիշերով հայտնվում է նրան եւ կնքում է հայտնի ուխտը։ Նա ասում է Աբրամին. «Նայիր երկնքին եւ հաշվիր աստղերը, այդքան շատ է լինելու քո սերունդը»։ Եվ հետո տեքստում նկարագրվում է մի ծես, որը ժամանակակից մարդում կարող է տարօրինակ կամ դաժան թվալ։ Աստված պահանջում է կենդանիներ բերել։ Այո, սա անսովոր հին արևելյան ուխտի արարողություն է։ Սպասի, այնտեղ գրված է, որ կենդանիներին կիսել են եւ դրանց արանքով կրակ ու ծուխ է անցել։ Ինչ է սա նշանակում։ Դե հին մերձավոր արևելքում իրավական պայմանագիր կնքելու ամենատարածված ձևն էր դա։ Կոչվում էր ուխտ կտրել։ Երկու կողմերը քայլում էին կիսված կենդանիների արանքով, ինչը խորհրդանշում էր. թող ինձ հետ էլ նույնը պատահի, եթե ես խախտեմ իմ խոստումը։ Վաու, բավականին արյունալի ստորագրություն է։ Բայց ուշադրություն դարձրեք մի կարևոր դետալի. Աբրամը չի քայլում այդ կտորների միջով։ Միայն կրակն ու ծուխը, որոնք խորհրդանշում են Աստծուն, անցնում են այնտեղով։ Սա նշանակում է, որ Աստված իր վրա է վերցնում բոլոր պարտավորությունները։ Դա մի կողմանի աներևակայելի շռայլ պայմանագիր էր, եւ նախոստանում է հսկայական երկիր, Եգիպտոսի գետից մինչև Եփրատ։ Պայմանագիրը կնքված է, բայց ժամանակն անցնում է։ Սարան արդեն 79-ից է եւ երեխա դեռ չկա։ Եվ նորից մենք տեսնում ենք մարդկային անհամբերությունը եւ այսպես ասած վերահսկողությունը վերադարձնելու փորձ։ Հա, Սարան հուսահատվում է։ Նա հուսահատվում է եւ առաջարկում է իր եգիպտացի աղախնին Հագարին, որպեսզի նրանից զավակ ունենան։ Ծնվում է Իսմայելը։ Աբրամը այդ ժամանակ 86 տարեկան էր։ Առաջին հայացքից Սարայի այս քայլը վրդովեցուցիչ է թվում, չէ՞։ Ինչպես կարող էր նա նման բան առաջարկել։ Իրականում, եթե նայենք այն ժամանակաշրջանի Մեսոպոտամիայի օրենքներին, դա բացարձակապես նորմալ օրինական պրակտիկա էր։ Անպտուղ կինը կարող էր իր աղախնուն տալ ամուսնուն որպես սուրրոբատ մայր։ Սարան պարզապես օգտագործում էր ընդունված սոցիալական նորմերը խնդիրը լուծելու համար։ Այսինքն նա մտածում է, եթե Աստված ուշանում է, մենք կօգնենք նրան մեր ձևերով։ Բայց դրա գինը շատ ծանր է լինում։ Տանը սկսվում է թշնամություն, որը հանգեցնում է Հագարի եւ Իսմայելի արտաքսմանը։ Եվ սա ցույց է տալիս, թե ինչ է լինում, երբ մարդիկ փորձում են Աստծո խոստումը իրագործել իրենց ձեռքերով։ Դա մարդկային անհամբերության գինն է, որի հետևանքները պատմության մեջ դարեր են տևում։ Անցնում է եւս 13 տարի։ Աբրամն արդեն 99 տարեկան է, եւ այս փուլում Աստված որոշում է փոխել նրանց ինքնությունը։ Աբրամը դառնում է Աբրահամ, որը նշանակում է բազմաթիվ ազգերի հայր, իսկ Սարայը դառնում է Սարա, որպես ուխտի ֆիզիկական նշան էլ սահմանվում է թլփատությունը։ Նոր անուններ, նոր սկիզբ։ Հենց այդ ժամանակ մի օր Մամրեի կաղնիների մոտ Աբրահամի վրանի առաջ հայտնվում են 3 ճանապարհորդներ։ Աբրահամը նրանց հյուրասիրում է իսկական արևելյան շռայլությամբ։ Այդ հյուրերի միջոցով Աստված հայտնում է, որ հաջորդ տարի Սառան որդի կունենա։ Իսկ Սառան այդ ժամանակ 89 տարեկան էր։ Ճիշտ է։ Եվ ինչ է անում Սառան։ Նա լսում է վրանի հետևից եւ ծիծաղում է իր ներսում։ Դե դա ցինիզմի եւ հոգնածության ծիծաղ էր։ Միթե այս տարիքում հնարավոր է նման հրաշք, բայց Աստված պատասխանում է շատ հստակ. արդյոք կա որևէ բան դժվար Աստծո համար։ Այդ նույն հանդիպման ժամանակ Աստված բացահայտում է իր պլանը ոչնչացնել Սոդոմն ու Գոմոռը այնտեղի չարության պատճառով։ Եվ այստեղ մի զարմանալի տեսարան կա. Աբրահամը սկսում է բանակցել Աստծո հետ, տարածիորեն ինչպես արևելյան շուկայում։ Այո, դա անհավանական համարձակություն էր։ Նա ասում է. «Միթե աշխարհի դատավորը անարդար կվարվի եւ արդարին կկործանի չարի հետ»։ Նա հարցնում է, եթե 50 արդար լինի, հետո իջնում է մինչև 10։ Սա ցույց է տալիս նրա անհավանական կարեկցանքը անգամ մեղավոր քաղաքի հանդեպ։ Եվ սա աստվածաբանական մեծ շրջադարձ է։ Հին աշխարհում մարդիկ ստրուկներ էին աստվածների առաջ, պետք է լռեին։ Իսկ այստեղ Աբրահամը բանակցում է որպես դաշնակից։ Բայց ցավոք նույնիսկ 10 արդար չի գտնվում։ Եվ քաղաքը կործանվում է կրակով ու ծծումբով։ Լոտը փրկվում է, բայց նրա կինը, ինչպես գիտենք, հետ է նայում եւ դառնում աղեարցան։ Դա էլ այն բանի խորհրդանիշն է, թե ինչպես կարող ես մնալ գանված քո կործանվող անցյալին։
Դե ուրեմն այս բոլոր փոթորիկներից հետո վերջապես գալիս է այն պահը, որին նրանք սպասել էին 25 տարի, 100-ամյա Աբրահամը եւ 90-ամյա Սառան ունենում են երեխա։ Նրանք անվանում են նրան Իսահակ, որը թարգմանաբար նշանակում է ծիծաղ կամ ուրախություն։ Վերջապես իրական ծիծաղ։ Բայց հենց այստեղ է, որ պատմությունը հասնում է իր ամենածանր, ամենադրամատիկ կետին։ Խոստումն իրականացել է, երեխան մեծանում է, եւ Աստված պահանջում է ամենաաներևակայելին։ Նա ասում է. «Վերցրու քո որդուն եւ զոհաբերիր նրան Մորիա լեռան վրա»։ Դա ուղղակի սարսափելի փորձություն էր։ Սարսափելի է բառն էլ քիչ է։ Ողջակիզում։ Այսինքն նրանից պահանջվում է այրել իր միակ որդուն, ումով պետք է շարունակվեր խոստումը։ Ինչպես կարող էր Աստված նման բան պահանջել։ Որպեսզի սա հասկանանք, պետք է նայենք հին քանանյան մշակույթին։ Այն ժամանակներում աստվածներին մարդկային զոհեր մատուցելը միանգամայն նորմալ էր։ Դա համարվում էր հավատարմության ամենամեծ նշանը։ Հարցն այն էր, արդյոք Աբրահամը պատրաստ է տալ այս Աստծուն այն, ինչ իր հարևանները տալիս էին իրենց կուռքերին։ Սա ստուգում էր, արդյոք նա ավելի շատ սիրում է պարգևը Իսահակին, թե պարգևողին։ Եվ Աբրահամը լռում է։ Նա չի բանակցում ինչպես Սոդոմի դեպքում, նա վերցնում է փայտը, կրակը, դանակը եւ 3 օր ճանապարհ է գնում։ Երբ Իսահակը հարցնում է. «Հայր, իսկ ուր է ողջակիզման գառը», Աբրահամը պատասխանում է. «Աստված ինքը կտեսնի եւ կապահավի գառը»։ Եվ այդպես էլ լինում է։ Այո, կուլմինացիան գալիս է, երբ դանակը արդեն բարձրացված է։ Հրեշտակը վերջին վայրկյանին կանգնեցնում է նրան։ Նրանք տեսնում են թփերի մեջ խճճված մի խոյ եւ զոհաբերում են այն Իսահակի փոխարեն։ Աբրահամը այդ վայրը կոչում է Եհովա Իրե, այսինքն Տերը կտեսնի։ Եվ սա հստակ ուղերձ էր հին աշխարհին։ Այս Աստվածը մարդկային զոհեր չի պահանջում։ Նա կյանք տվող է, ոչ թե խլող։ Այս աներևակայելի փորձությունից հետո մենք մոտենում ենք վերջաբանին։ Սառան մահանում է 127 տարեկանում, եւ Աբրահամը գնում է Մախպելա քարայրը Եփրոն խեթացուց, որպեսզի թաղի նրան։ Դրանից հետո նա նորից է ամուսնանում Քեթուրայի հետ, ունենում է եւս 6 որդի, բայց իր հիմնական ժառանգությունը նա տալիս է Իսահակին, իսկ մյուսներին նվերներով ճանապարհում է։ Որպեսզի ապագայում կոնֆլիկտներ չլինեն։ Ճիշտ է։ Եվ վերջապես Աբրահամը մահանում է 175 տարեկանում։ Տեքստն ասում է ծերության մեջ, բարի, ծեր եւ կյանքով լի։ Նրան թաղում են Իսահակն ու Իսմայելը Մախպելա քարայրում։ Ինչպես տեսնում ենք, նա 3 մեծ կրոնների հայրն է։ Նրա կյանքը հնազանդության, հյուրասիրության եւ անհնարինին վստահելու հսկայական խորհրդանիշ է։ Մեկ մարդու որոշումը դուրս գալ հարմարավետության գոտուց փոխեց աշխարհի պատմությունը։ Հաստատ, բայց մինչ դու մեր սիրելի ունկնդիր այսօր կվերադառնաս քո գործերին, մտածիր այս զարմանալի պարադոքսի մասին։ Աստված Աբրահամին խոստացավ մի ամբողջ հսկայական երկիր, բայց գիտես ո՞րն էր միակ հողակտորը, որը նա փաստացի ունեցավ իր ողջ կյանքի ընթացքում եւ գնեց իր գումարով, դա Մախփեիլայի փոքրիկ քարայրն էր, իր քնոջ գերեզմանը։ Դա իրոք մտածելու առիթ է տալիս։ Երբեմն ամենամեծ խոստումները, որոնց մենք հավատում ենք եւ որոնց համար աշխատում ենք, լիովին իրականանում են միայն մեր սերունդների կյանքում։ Արդյոք դու պատրաստ ես հիմնադրել մի բան, որի պտուղներն ամբողջությամբ կվայելեն միայն նրանք, ովքեր կգան քեզնից հետո։ Շնորհակալություն մեզ միանալու համար այս աներևակայելի ճամփորդությանը։ Շարունակիր հարցեր տալ եւ ուսումնասիրել։ Մինչ նոր հանդիպում։